կարող եք ասել սահմանումը, շրջակա միջավայրի որն է ձեզ համար սահմանումը, կարճ եթե ասեք։ Գիտեք, շրջակա միջավայրի սահմանումը, որպեսզի կարճ ներկայացնեն, մենք ամեն օր շփվում ենք բնության հետ եւ մեր խորհուրդն է, որպեսզի մենք կարողանանք յուրաքանչյուր քայլափոխին տանից դուրս գալուց եւ տուն մտնելուց շրջակա միջավայրի նկատմամբ լինել ուշադիր։ Եթե մենք բոլորս կատարենք այն ցանկությունը, ինչ որ տալիս է մեզ մեր սիրտը բնության նկատմամբ, ես համոզված եմ, որ մենք որևիցե ավելորդություններ չենք ունենա։ Դրա համար ես քիչ առաջ ներկայացրեցի, որ մենք բնությունից պիտի վերցնենք նվազագույնը եւ պիտի կարողանանք այդ նվազագույնի դիմաց նաեւ բնությանը վերադարձնել։ Սրանք կարևոր միջամտություններ են, որ մենք պիտի կարողանանք մեր կյանքում իրականացնել։ Եթե մենք միայն մտածենք, որ պիտի վերցնենք բնությունից, դա մեզ լավ բանի չի բերի բնականաբար։ Եվ խորհուրդն այն է, որպեսզի մենք մեր վերցածի փոխարեն նորից վերադարձնենք բնությանը կրկնակի կամ եռակի։ Այդ հնարավորությունը մենք ունենք։ Միայն պետքա ցանկություն։ Պարոն նախարար, այսօր հիմնական խնդիրը որը կառանձնացնեք շրջակա միջավայրին, որը աղետաբեր է, մենք ունենք հիմնական կենսաբազմազանության խնդիր եւ ունենք նաեւ հանքարդյունաբերության պատճառած վնասների խնդիրը։ Ինչ արմետությամբ եւ որը կառանձնացնեք որպես հիմնական խնդիր։ Ցավոք սրտի մենք ունենք խնդիրներ։ Խնդիրները, այսպես ասեմ, շրջապատված են խնդիրներով, բայց միևնույն ժամանակ մեր ցանկությունը մեկն է՝ բնապահպանության նախարարությունը պրոֆեսիոնալ աշխատողներով, գիտատեխնիկական խորհրդի ներկայացուցիչներով, հասարակական կառույցի ներկայացուցիչներով, մեր միակ ցանկությունը նա է, որպեսզի մենք կարողանանք մարդիկ, որոնք որ օգտագործում են բնության բարիքները, կարողանանք այդ մարդկանց արժև դնել այնպիսի պայմաններ, որպեսզի նորից եմ կրկնում, հնարավորինս քիչ վնասներ պատճառենք մենք բնությանը։ Ինչպես է օրինակ դա պատկերացնում։ Մենք չենք կարող այսօր հանքարդյունաբերությամբ չզբաղվել։ Հանքարդյունաբերությամբ մենք պիտի զբաղվենք, որովհետև դա կարևորագույնն է տնտեսության զարգացման համար։ Բայց միևնույն ժամանակ ես շատ հաճախ ներկայացրել եմ, որ հանքարդյունաբերողը ինքը որպես մարդ, ինքը որպես քաղաքացի, ինքը որպես բնապահպան եւ հանքշահագործող պիտի իր մեջ այդ ամեն ինչ ինքը տեսնի մեկ մարդու, որ իր կատարած վնասի փոխհատուցումը ինքը իրականացնի։ Մենք փորձում ենք հասնել սրան։ Եթե այս հաջողությունը մենք ունեցանք, ամրագրեցինք սա, մեզ մոտ շատ բան կփոխվի դրական առումներով։ Եվ ես համոզված եմ, որ մեր յուրաքանչյուր խոսակցություն համապատասխան սեփականատերերի հետ նրանք, այսպես ասեմ, տրամադրված են, ցանկություն ունեն եւ դրանք ֆինանսական ռեսուրսներ են, որ որոշակի ժամանակահատված է դա պահանջում, հուսով եմ, որ մեզ կհաջողվի, որպեսզի մենք փոփոխենք իրավիճակը, փոփոխենք մտածելակերպը եւ կարողանանք հասնել նրան, որ մարդիկ իրենց օգտագործածի դիմաց վերադարձնեն բնությանը։ Պարոն նախարար, նաեւ հիմա լուրջ խնդրի առաջ է մեր անտառները եւ նաեւ կենթանական աշխարհը եւ առանձնացնենք նաեւ Սևանի խնդիրը, որտեղ սիկ գրեթե չկա, որքան էլ որ այնտեղ դրվում է, ասենք, Գիտեք, խնդիրը հետևյալն է, մենք ունենք փոքր տարածք, շատ մեծ տարածք չունենք, մեզ բախտավիճակվել ունենալ այն ինչ որ ունենք, մենք պիտի կարողանանք պահպանել դա, այո, անտառների առումով մենք աղքատ ենք, բայց միևնույն ժամանակ կառավարությունը հետամուտ է եղել եւ տրամադրված ձևով մենք ամեն տարի վերականգնում ենք ուրեմն տարածքներ, որտեղ որ անտառի տնկման աշխատանքներ ենք իրականացնում։ Ավելացնում ենք տարածքներ նորովի, որտեղ որ անտառ ենք ուզում զարգացնել։ Եվ այս ծրագիրը առաջիկայում շարունակվելու է։ Ես հասկանում եմ, մտահոգությունը հետևյալն է, սոցիալական վիճակը մարդկանց անտառին հարակից տարածքներում հնարավորություն է տրվել գյուղացիներին իրենց մեկնաբանություններով, որ իրենք օգտագործեն անտառը, բայց այդ նույն գյուղացին պիտի մտածի, թե այսօրվա իր կտրած ծառը, ինչ ասեմ, արժեք ուներ բնության մեջ, նա պիտի մտածի վաղվա իր երեխաների, վաղվա մեր սերնդի համար եւ պիտի հնարավորինս կարողանա բավարարվել այն մինիմում տվածով, որ մենք թույլտվություն ենք տալիս գյուղ նախարարության ոլորտի անտառտեսություններից, որպեսզի ուրեմն հատվող այս սանիտարական հատումների պարագայում օգտագործեն այն ինչ տրվում է իրենց, ոչ ավելին, բայց չգիտես ինչի կան մարդիկ, որոնք այստեղ տեսնում են նաև բիզնես։ Մենք բնականաբար շատ խիստ ենք վարվում նման մարդկանց հետ,
տեղեկացնեմ ձեզ, որ տարվա կտրվածքով մենք արդեն մոտ առապես 40 միլիոն դրամի չափով տուգանքներ ենք իրականացրել միայն անտառահատման աշխատանքների հետ կապված եւ դրանք ավելի խստացված մենք կշարունակենք։ Մենք պիտի կարողանանք բոլորին բացատրել, հասկացնել, որ այն ինչ տալիս է կառավարությունը, այն ինչ հնարավորություն է ստեղծվում, որպեսզի մարդիկ դրանով բավարարվեն, մարդիկ դրանով պիտի բավարարվեն, ավել քայլերի չգնան։ Էլեկտրոէներգիայի թանկացման զուգընթաց չկա մտավախություն, որ արդեն գյուղերի մեծ մասը անցնում է արդեն փայտե վառարաններին։ Փայտի օգտագործման է, գազից գրեթե բոլորը հրաժարվում են գյուղերում, հիմա էլեկտրոէներգիայի խնդիրն է առաջացել։ Բնականաբար ձեր հարցադրումը տեղին է եւ պիտի ասեմ, որ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի խուսափենք թանկացումներից, այնուամենայնիվ բնապահպանության նախարարությունը իր ծրագրերում ամրագրել է մի կարևորագույն ծրագիր, որ Սևանի մաքրման աշխատանքների արդյունքում գոյացած փայտը, որը չի օգտագործվում բնակիչների կողմից, մենք դա առանց որևիցե վճարի տրամադրում ենք բնակիչներին, որպեսզի նրանք օգտագործեն որպես վառելափայտ, քանի որ չեն տանում, չեն օգտագործում, որոշել ենք համապատասխան տեխնոլոգիաներ, ներդրումներ կատարել մեզ մոտ եւ աղալով այդ փայտանյութը ստանալ անհրաժեշտ կուբիկներ վառելափայտ եւ անվճար բաժանել հարակից համայնքներին։ Սա եւս նպաստավոր պայմանն է, հնարավորություն է, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս խուսափել հետագա անտառի կտրման աշխատանքներից։ Նորից եմ կրկնում, եթե մենք փորձենք որոշակի աշխատանքներով մեղմել, ուրեմն կարողանանք ավելի հանգիստ անցկացնել այս թանկացման process-ները։ Պարոն նախարար, խոսում ենք բնապահպանությունից, շրջակա միջավայրի պահպանությունից, բայց խոշոր ծավալի հանքարդյունաբերությունը, ջրային այդ հորատանների օգտագործումը, թեղուտի շահագործումը բնապահպանների խոսքով լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին եւ դրանց ծավալները գնալով ավելի է մեծանում։ Այդ ուղղությամբ ինչ է արվում։ Ձեր հարցերը իրոք կապված են բնության հետ, բայց ես խորհուրդ կտայի, որպեսզի հարցերը տալուց առաջ նայեք նաև մեր աշխատանքները կատարած, որովհետև շատ դեպքերում օրինակ տեսեք դուք ջրի հարց եք մեջտեղ բերում, ես պիտի տեղեկացնեմ, որ մենք մեր աշխատանքներում արդեն որոշակի լուրջ խնդիրների, այսպես ասեմ, դրական արդյունքների հասել ենք եւ մենք ունենք այսօր արդեն խնայողություն 1 միլիարդ 380 միլիոն ջրի խնայողություն։ Սա հեշտ բան չի, հանգիստ բան չի, դա աշխատանք է, որ իրականացրել ենք եւ դա աշխատանք է, որ մենք, այսպես ասեմ, ծրտին եղանակի տարբեր փոփոխությունների ժամանակ մեր աշխատակիցները չեն խուսափել, կարողացել են իրականացնել։ Դաշտավայրում ներկայումս ջրի խնդիր կա։ Փաստը այսպիսին է, յուրաքանչյուր տարածքում ջրի խնդիր միշտ կա, եթե օգտագործվում է ոչ նորմալ սահմաններում։ Մենք փորձել ենք Արարատյան դաշտավայրում ամեն ինչ բերել օրենքին համապատասխան, բոլորին դարձնել նույն աչքով նայել առաջին հերթին, որ բոլոր օրենքի առաջ հավասար լինեն եւ օրենքի առջեւ բոլորը իրենց պատասխանատվությունները կրեն եւ կարողանան իրականացնել իրենց գործունեությունը։ Մենք հասել ենք նրան, նորից եմ կրկնում։ Միգուցե դա հիմա այս պահին ձեզ տեսանելի չի։ Միգուցե մարդիկ կան, որ չեն ուզում տեսնեն դա, բայց կարճ ժամանակ հետո դուք այս խոսքերը կհիշեք եւ կտեսնեք, որ մենք իրոք ամրագրել ենք արդյունքներ եւ այն ինչ որ նախկինում էր խոսվում, այսօր կարելի է դրա մասին արդեն չխոսել։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ Արարատյան դաշտավայրում են ձկնային հորեր ունեցողները օրենքի առաջ հավասարապես օգտվում են, հա, օրենքից, չեն չարաշահում։ Եվ հայտնի է, որ նրանց պատկանում են հենց Այ եթե դուք մեզ հետ պտտվեիք եւ տեսնեիք, թե մեր ուրեմն քաղաքացիները, որոնք որ զբաղվում էին համապատասխան գործունեությամբ, ներկայացրեցին պիլոտային ծրագրի իրականացումը, մենք 3 օրերում իրականացրել ենք ավտոմատ համակարգի ներդրում եւ փաստացի մենք on-line ռեժիմով այստեղից ստակ պատկերով կարողացանք տեսնել, թե ինչքան ջուր է օգտագործում համապատասխան 3 ուրեմն տարածքներ կան, դա Արաքսը, Ջրառատը, Արմավիրի տարածաշրջանի, որտեղ իրականացրել ենք այդ պիլոտային ծրագիրը ձկնաբուծական տնտեսության վրա, ամեն մի տնտեսությունում մեկական ուրեմն հորի վրա իրականացրել ենք ծրագիրը, մեզ տեսանելի է, թե ամեն վայրկյան ինչքան ջուր է օգտագործվում եւ ջուրը ավտոմատ ռեժիմով է կարգավորվում, ջրի թույլտվությանը համապատասխան եւ որևիցե քաղաքացի ոչ կարող է մոտենալ, ոչ էլ հնարավորություն կունենա մոտենալու, որովհետեւ շատ արագ տեխնիկայի միջոցով մեզ հասանելի է լինում, թե ինքը ինչ օգտագործեց, որպեսզի խախտի կամ հնարավորությունները շեղի։ Մենք հասնելու ենք
Ինչ։ Որ խախտում են, ինչ վարչական։ Բնականաբար վարչական պատասխանատվություն է, դուրս տուգանք, միևնույն ժամանակ նաև զրկել ջրից հետագայում։ Իսկ վարչապետի տարածքները ստուգվել են, պարոն նախարար։ Բնականաբար մի քանի անգամ նմանատիպ հարցեր են տալիս վարչապետի հարազատների հետ կապված, ովքեր որ զբաղվել են ձկնաբուծությամբ։ Ստուգվել են բոլոր տարածքները եւ պիտի ասեմ ձեզ, ոնց որ մյուս քաղաքացիները Հայաստանի Հանրապետության, այնպես էլ վարչապետի հարազատների տարածքները ստուգման են ենթարկվել եւ ամբողջը օրինական դաշտում են։ Իսկ տուգանքներ եղել են կոնկրետ իր տարածքներում, հայտնաբերվել են սխալ օգտագործում։ Գիտեք, այսպես ասեմ ձեզ, չարաշահումներ որտեղ որ եղել են, նրանք պատժվել են, տուգանվել են, որտեղ որ չեն եղել չարաշահումներ, մենք ետ ենք կանչել ջրի թույլտվությունները եւ 11 որոշման համաձայն կառավարության մենք վերանայել ենք ամբողջության սակավաջրության հետ կապված խնդիրը եւ նոր ջրի թույլտվություններ ենք տրամադրել բոլորին։ Այսինքն եղած նախորդ տարիների տրված ջրի թույլտվությունները ամբողջությամբ մենք վերանայել ենք համապատասխան, ուրեմն իրավիճակից ելնելով, եթե մարդը կարող է օգտագործել 100 լիտր ջուր օրինակի համար եւ այդ տարածքում ունենալ 2 տոննա ձուկ, եթե կարող է նա դրանով իրականացնել իր գործողությունը, ես օրինակն եմ ասում, բնականաբար մենք ուրեմն 120 լիտրից 130 լիտրից նախորդ թույլտվությունից իջացրել ենք 100 լիտրի, որպեսզի նա որ վնաս չկրի եւ միևնույն ժամանակ նաեւ բնություն է այստեղ վնաս չկրի։ Սա եղել է իրավիճակը։ Ջերմուկը հռչակվել է տուրիստական քաղաք եւ դրանից մի քանի կիլոմետր հեռու շահագործվելու է Ամուլսարի միջելի նախագիծը։ Նույն իրավիճակն է նաեւ Տաթևի ճանապարհին։ Տեսնում ենք հանք եւ տուրիստական գոտի։ Ձեր կարծիքով տուրիզմի հանքարդյունաբերությունը մեր երկրում որքանով է համատեղելի ստեղծված իրավիճակում։ Ես քիչ առաջ ասացի, որ մենք չենք կարող անտեսել, ասել գիտեք, այս տարածքը մեզ համար առանձնահատուկ էկոտուրիզմի տարածք է, այս տարածքում մենք ուրեմն հանքի շահագործում չպետք է իրականացնենք։ Մենք հանքի շահագործում իրականացրել ենք եւ իրականացնում ենք այս պահին, ուղղակի եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ հանք շահագործողները, եթե հստակ իրենց նախագծերի մեջ եղած հնարավորությունները ինչ որ ներկայացրել են նախագծով իրականացնեն, մենք որևիցե խնդիր չենք ունենա։ Մենք մի քիչ արժուատար ենք դարձնում, տեսնելով որոշակի մեզ ոչ, այսպես ասեմ, ճիշտ տեսադաշտ, մեզ ոչ ցանկալի տեսադաշտ եւ դա մեզ որոշակի բորբոքում առաջացնում, թե ինչի պիտի այսպես լինի։ Դրանք հանքի շահագործումներ են, որ քիչ առաջ ես նորից եմ կրկնում, ասացի, որ օրինական դաշտի ենք վերում բոլորին, բոլորը պիտի հասկանան, որ իրենք բնությունից ինչ որ վերցնում են, նույնը պիտի վերադարձնեն բնությանը եւ դա չի խանգարի, որ այդ տարածքում մենք ունենք իրենք օրինական դաշտում եղել են, բայց ունեցել են խախտումներ։ Կոնկրետ կտշեք։ Դե գիտեք, խախտումների հետ կապված ես ձեզ առանձին գրավոր կարող եմ ներկայացնել, թե որ հանք շահագործողին ինչ չափականակով մենք տուգանքներ ենք արդեն ներկայացրել եւ պատժել ենք եւ նաեւ այդ տուգանքներն արդեն գանձվել են բյուջեում են։ Իրականությունն է դա։ Պարոն նախարար, բնապահպանները նաև ահազանգում են Արաքսի հունից ավազի հանման չափերի Ձեր հարցը ես հասկացա, ձեր հարցը հասկացա, ոչ թե չափից ավելի են օգտագործում, այլ օգտագործում են ոչ նախագծային բնույթով։ Դրա հետ կապված մենք համապատասխան էներգետիկայի բնական պաշարների նախարարության հետ ստուգումներ ենք իրականացրել նաև հատուկ քաղաքացիների ահազանգերի հիման վրա եւ եղել են դեպքեր, որ այո դրանք իրականություն են, շեղվել է գետի հունը, դրա համար համապատասխան մարդկանց պատժամիջոցները հասել եւ նաև արգելանք ա եղել որոշ ուրեմն շահագործողների, արդյունահանողների, որպեսզի զբաղվեն հետագա շահագործման։ Դա արդեն դուք պիտի արդեն դիմեք համապատասխան մարմնի։ Վարչապետի անունն է շրջանառվում։ Ես նման այսպես ասեմ անուններ չեմ լսել, բայց խնդիրը հետեւյալն է, եթե դուք ուզում եք հստակ իմանալ, դրա լիազոր մարմինը էներգետիկայի բնական պաշարների նախարարությունն է, խնդրում եմ դիմեք իրենց։ Պարոն նախարար, Արագածով մարզ կատարած այցի ժամանակ նշեցիք, որ պետք է պիլոտային ծրագիր իրականացվի ոչ մետաղական հանքավայրերը կոնսերվացնելու ուղղությամբ։ Այո։ Կխնդրեինք մանրամասներ իր ծրագիրը եւ քանի հանք պետք է ռեկուլտիվացվի եւ որ մարզերում։ Խնդիրը հետեւյալն է։ Մենք ունենք որոշակի
այսպես ասեմ, հանքեր, որոնք որ չունեն տերեր արդեն եւ տասնյակ տարիներ է, որ դրանք ուրեմն այսպես ասեմ, շրջակա միջավայրին վնաս են պատճառում, որովհետեւ մենք կարողանանք որոշակի աշխատանքներ իրականացնենք, օրենքը պարտադրում է, որ յուրաքանչյուր հանք շահագործող ինքը դրամագլխի գումարներ վճարի եւ որ հետագայում այդ գումարները նաեւ հենց իրականացվի իր հանքի հետ կապված ռեկուլտիվացիոն աշխատանքների համար։ Քանի որ կրկնում եմ, եղել են մասնավոր ընկերություններ, որոնք այսօր արդեն չեն աշխատում եւ մենք իրավունք չունեինք դրանց գումարները այլ ուրեմն հանքերի դրամագլխի գումարներ օգտագործել տվյալ, ասենք, հանքերի ռեկուլտիվացիոն աշխատանքների համար, մենք գրավոր ներկայացրել ենք նախագիծ կառավարությանը, որպեսզի թույլտվություն տան համապատասխան ուրեմն վճարումներից օգտագործել որոշակի քանակությամբ պիլոտային ծրագրեր իրականացնելով փակել նմանատիպ, ասենք, չօգտագործող հանքերը։ Սա է ծրագիրը, որ առաջիկայում կառավարությունը որոշում կկայացնի, կտա մեզ հնարավորություն եւ մենք այդ հնարավորությունը ձեր միջոցով կիրականացնենք։ Քանի հանքավայր կա այդպես, որ պետք է ռեկուլտիվացիա մոտավորել։ Գիտեք, հաշվարկով դες տեղեկացնեմ, որ մոտավորապես մենք այս պահին հաշվարկի տակ ունենք մոտավորապես 4 պոչամբար, որոնք որ պիտի ռեկուլտիվացիոն աշխատանքներ անհապաղ իրականացնենք։ Բացի պոչամբարներից կան նաև հանքեր, քարի հանքեր, որոնք այսօր չեն օգտագործվում եւ նորից եմ կրկնում շրջակա միջավայրին վնաս են պատճառում։